Ողջույն բոլորին, ձեզ հետ Գևորգն է եւ ակումբային ֆուտբոլը վերադարձավ։ Վերջապես մենք ազատվեցինք այդ միջազգային դադարից, միջև մարտ չենք ունենալու, այնպես որ խոսելու ենք միայն ակումբային ֆուտբոլից ու ինչպիսի հանդիպումներ եղան, ինչ ֆուտբոլ մենք դիտեցինք, որոշների համար ուրախության առիթներ, որոշների համար լացելու առիթներ, ինչպես ես Լիվերպուլի դեպքում։ Բա ընկերներ, հասել ենք այն օրին, երբ Լիվերպուլը 19-րդ հորիզոնականի թիվին պարտվում է 0-3 հաշվով։ Ինչևէ, Միլանյան դերբի ունենք, որ պետք է խոսենք։ Մադրիդի Ռեալ ու նրա խնդիրները, շատ ամեն ինչ այնտեղ սրվել, դրա մասին պետք է խոսենք։ Անգլիայի Պրեմիեր լիգայում Արսենալը քայլ առ քայլ գնում է չեմպիոնության ու կարծում եմ, որ այս պայդրությամբ այլ թիմ նույնիսկ մտքիդ չի գա, երբ ասես ըստ քեզ ով կդառնա Անգլիայի չեմպիոն։ Շատ բան կա խոսելու իրականում ու մի փոքր ծավալվելու եմ ինչ որ հարցերի շուրջ, բայց փորձելու եմ կապակցել ամենը ու չդարձնել այնպես, որ դուք էպիզոդի, հա, սա կարող ենք ասել էպիզոդի կեսից անջատեք կամ քնեք, այնպես որ փաստերով լի ակտիվ բացված թեմաներ, բայց ինչ որ չափով սահմանափակումներով։ Խոսենք ֆուտբոլից։ Ձեզ միայն մնում է բաժանորդագրվեք իմ YouTube-յան ալիքին, հետևեք սոցիալական հարթակներում ինձ, Telegram-ում եւ Instagram-ում։ Telegram-ում մենք շատ ենք քննարկում ֆուտբոլ, տարբեր թեմաներ ֆուտբոլային, այնպես որ սպասում եմ ձեզ նաեւ այնտեղ, հղումները թողնում եմ նկարագրության բաժնում, քննարկենք ֆուտբոլ, տեսնենք թե ինչ է այնտեղ կատարվում։ Եվ առաջարկում եմ միանգամից խոսենք ամենաթեժ թեմայից Անգլիայի Պրեմիեր լիգայում ու ոչ դա Լիվերպուլի պարտությունը չէ, դա իհարկե լոնդոնյան դերբին էր, Արսենալ Տոտենհեմ, բոլորս էլ գիտենք թե ինչ հանդիպումներ ենք ակնկալում, երբ լսում ենք Արսենալ ու Տոտենհեմ ու վերջին շրջանում, վերջին մի քանի տարում այս դիմակայությունը դարձել է մի խաղ, որտեղ երկու թիմերը պայքարում են, բայց արդյունքում հաղթում է Արսենալը ու այսօրվա հանդիպումը, այդ հանդիպումը Եվս բացառություն չէ, որովհետև եթե 2 տարի առաջ կամ 3 տարի առաջ Արսենալը հաղթում էր հզոր պայքարով, բայց որակապես ավելի լավը լինելով, ապա այս մրցաշրջանում ուղղակի Արսենալը չի նկատում մրցակիցներին, քարը քարի վրա չթողեց Տոտենհեմից 4-1 հաշվով Արսենալը հաղթեց իր ողերի մրցակցին ու ասեմ, որ շատ դոմինանտ ֆուտբոլ էր խաղում Արսենալը, Արսենալի մաչ պլանը, ինչպես սիրում են ասել մեր հայ մարզիչները, ժամանակակից հայ մարզիչները, որտեվ եթե նայում եք Հայաստանի Պրեմիեր լիգա ու դիտում եք ասուլիսները, նոր կհասկանաք թե ինչի մասին եմ խոսում։ Միկել Արտետան հիասքանչ էր ուսումնասիրել մրցակցին, նա հասկանում էր, որ առանց Մոհամեդ Կուդուս կարող էր ավելի բարդ լինել, բայց խնդիրը այլ բանի մեջ է կայանում, կենտրոնը պետք է վերցնել, կենտրոնը թույլ չտալ, որպեսզի Տոտենհեմը իր երկու չեմ ուզում ասել box to box, բայց ծավալուն աշխատանք կատարող կիսապաշտպաններով փորձել հաղթել ու նրանց մոտ դա հիասքանչ ստացվեց։ Ընդհանրապես Արսենալի կազմը, ես չեմ էլ ուզում ասեմ մեկնարկային կազմը, որովհետև այնտեղ տպավորությունն է, որ 23 ֆուտբոլիստ մեկնարկային կազմից են, ինչու որ մեկը դուրս է գալիս, մյուսը մտնում է, ու որակապես ոչ մի տարբերություն չես զգա։ Արսենալը մոտեցել էր այս խաղին 2 կորուստով ու որպես կորուստներ իրանք շատ լուրջ էին, հա, անուններով Գաբրիելը չկա, որը չի խաղալու մոտ 1.5 ամիս ու չկար Վիկտոր Գյոկերեշը։ Գյոկերեշի տեղը խաղում էր Միկել Մերինոն, որպես կեղծի 9 համար, պլյուս բանի փոխարեն, Գաբրիելի փոխարեն խաղաժամանակ ստացավ Պիերո Ինկապիեն։ Ու խաղային որակով ոչ մի տարբերություն Արսենալի մոտ մենք չտեսանք։ Իրանք սկսեցին դոմինանտ, իրանք վերցրեցին գնդակը, իրանք ճոճեցին մրցակցին ու շատ հանգիստ կարողացան հաղթել այդ հանդիպումը։ Երկրորդ գոլը իհարկե հիասքանչ էր, 20 փոխանցումից բաղկացած գրոհ էր, որտեղ ուղղակի իմ ասած ճոճեցին մրցակցին աչից ձախ, այնքան մինչև Միկել Մերինոն դասական կեղծի 9 համարի ձևով աշխատեց, եկավ խորք ու ինսայդներից մեկին հանեց հարվածային դիրք, ճիշտ է, նա այդքան հաճախ նման փոխանցումներ չի անում ու նման փոխանցումների արդյունավետությունը կախված է ցածր բլոկից մրցակցի, հա, իսկ Տոտենհեմը խաղում էր շատ ցածր ու խիտ բլոկով, աշխատում են։ Տրոսարը ճիշտ ժամանակին դուրս եկավ, երկրորդ գոլը խփեց, երկրորդ գոլն էր դա, եթե չեմ սխալվում։ Երկրորդ կամ առաջին գոլն էր, եթե չեմ սխալվում։ Ու դրանից հետո արդեն սկսվեց Էբերեչիեզեի բենեֆիսը, ես իհարկե ճիշտ է շատ զարմանալի էր, որ ոչ մեկ չխոսած դրա մասին, 1-2 տեղ այն էլ ոչ շատ քննարկվող բաներում
սոցհարթակներում տեսա, որ այդ պատմությունը քննարկում են, բայց ախր Էբերեչիեզեի պատմությունը այնքան ասենց ասեմ երազանքին տանող ու վառ օրինակ, որ եթե դու ուզում ես մի բան ի սրտե, դու կարողանում ես հասնել դրան։ Չգիտեմ տեղյակ եք թե ոչ, բայց Էբերեչիեզեն փոքր տարիքում դուրս է մնացել Արսենալի ակադեմիայից, նրան ասել են, որ դու այդքան էլ ուժեղ չես, ֆիզիկապես էլ թույլ ես եւ այլն, ինքը գնացել է ուրիշ տեղ է իրան փորձել, ինքն իրեն զարգացրել է, հայտնվել է Crystal Palace-ում ու տարի դառնալով ավելի լավը դարձել է Crystal Palace-ի առաջատարը, այնդ Crystal Palace-ում հայտնվեց մեկնարկային կազմում նաև Անգլիայի հավաքականում ու ինչն է շատ հետաքրքիր, որ Twitter-ում, այն ժամանակվա Twitter-ում, մերօրյա X-ում Էբերեչիեզեն գրառում էր կատարել, որտեղ հետեւյալ տողներ, եթե այտենց մոտավորապես միտքը ճիշտ կարող եմ ասել, նրանք ինձ մերժեցին, բայց ես, չգիտեմ, հասնելու եմ իմ նպատակին ու նրանք ցույց են տալու այս տվիտը։ Այդպես էլ եղավ, Էբերեչիեզեն քրտնաջան աշխատանքի ու երազանքի հետևից գնալու անսահման ցանկությամբ հայտնվեց կրկին Արսենալում, ապացուցեց այնտեղ բոլորին հակառակը, որ փոքր տարիքում նրա հետ շատ սխալ են վարվել ու սխալ որոշում են կայացրել ու ահա տեսեք հիմա Էբերեչիեզեն այնպիսի ֆուտբոլիստ է Արսենալի կազմում, որ մարդիկ Մարտին Էդեգորին նույնիսկ չեն էլ հիշում։ Ու իրականում ես չեմ էլ հավատում, որ Մարտին Էդեգորի համար տեղը ապահովված է մեկնարկային կազմում, եթե նորվեգացին վերադառնա, ինքը խաղալույա, չգիտեմ, այտենց ստոլբ մեկնարկային կազմի ֆուտբոլիստ որպես չեմ հավատում, որտեղ Էզեն այնպիսի մակարդակի վրա է ու այնպիսի մարզավիճակի մեջ է, որ նրան տեղաշարժել խաղադաշտում, այսպես իհարկե անչափ բարդ է լինելու։ Ու նաև հետաքրքիրն այն է, որ Էզեն դառնում է երկրորդ ֆուտբոլիստը, հա, որ իր Լոնդոնյան դերբիում դառնում է հետ-տրիկի հեղինակ ու առաջինը 21-րդ դարում, դա շատ էպիկ փաստ է նաև հաշվի առնելով, որ ախր Էզեն ամրանը տեղափոխվում էր Տոտենհեմ, չէ՞։ Էզեին մոտ էր տեղափոխվելու Տոտենհեմ ու միայն վերջին պահին, երբ Արսենալը կատարեց պաշտոնական առաջարկ, Էզեն միանգամից մոռացավ Տոտենհեմի առաջարկը ընդունելով զինագործներին որպես նոր թիմ ու տեսեք թե ինչպես է փայլում ու հենց Տոտենհեմին էլ հետ-տրիկի հեղինակ է դառնում։ Արսենալի ու Տոտենհեմի հանդիպումը այտենց շատ բան էլ չկա քննարկելու, որովհետև այնտեղ տեսանք մի թիմի ֆուտբոլ, Թոմաս Ֆրանկը այո շատ լավ մասնագետ է, այո նա կարողանում է պատրաստվել մրցակիցների դեմ, բայց կոնկրետ այս Արսենալի դեմ պատրաստվելը կարծում եմ ներկայիս գլխավոր մարզիչների ամենադժվար աշխատանքն է ու նույնիսկ Պեպ Գվարդիոլան, որ նայեցինք այտենց չէր հասկանում ինչպես դիմակայել Արսենալին, այնպես որ Արսենալը ֆանտաստիկ է, Արսենալը դոմինանտ ֆուտբոլ է խաղում այս մրցաշրջանում, բաց է թողել ընդամենը եթե չեմ սխալվում 5 գոլ 5 գոլ է բաց թողել Արսենալը այս մրցաշրջանում ԱՊԼ-ում ու դա ընկերներ գերֆանտաստիկ արդյունք է։ Նման թափ հավաքած թիմը ուղղակի իրավունք չունի սայթակելու ու չնվաճելու Անգլիայի Պրեմիեր լիգան։ Այո, նոյեմբերն է, բայց նոյեմբերը փակում են, գալիս է Boxing Day-ը, բարդ է լինելու, Չեմպիոնների լիգայի խաղերն էլ են գնալով բարդանալու։ Ու այդ ժամանակ ավելի մեծ ցանկությամբ կուզեի տեսնել Արսենալին պինդ ու համախմբված, որովհետև սա իհարկե հիասքանչ է։ Որոշներին դուր է գալիս Արսենալի խաղացած ֆուտբոլը, որոշներին դուր չի գալիս, բայց դա իհարկե նախասիրությունների հարց է, դու ինչպես ես սիրում ֆուտբոլ խաղալ։ Ես իմ ոդքասթի շրջանակում, երբ խոսում եի Արման Աբելյանի հետ, իդեպ մարզական լեգենդի հետ կփոդքասթը գտեք Spotify, Apple Podcast հարթակներում, ինչպես նաև իմ radio.am կայքում, ես որ խոսում եի Պեպ Գվարդիոլայի մասին Արմանի հետ, Արմանը ասեց նախասիրության հարց է, կսիրես դու Պեպ Գվարդիոլայի ֆուտբոլը, թե ոչ, որովհետև շատերը կան, որ համարում են նրա ֆուտբոլը ձանձրալի ու կարող ես համամիտ լինել նրանց հետ։ Որոշները նայում են ֆուտբոլը հենց այդ դետալների, այդ մանրուքների համար ու դու նույնպես կարող ես ընդունել ու պետք է ընդունես նման ֆուտբոլասերների։ Հա ինչ որ մեկին դուր է գալիս Սպալետի ֆուտբոլը, ինչ որ մեկին դուր է գալիս Կլոպյան ուղղահայաց արագ ֆուտբոլը, ինչ որ մեկին դուր է գալիս չգիտեմ հին ֆուտբոլասերներին, հա, լիբերոյով ֆուտբոլը, մեկը դասական իննովացիա, մի խոսքով նախասիրությունների հարց է, բայց փաստը այն է, որ Արսենալը այս
պայդրությամբ կարգով շատ ավելի բարձր է, քան Պրեմիեր լիգայի մյուս թիմերը առանց բացառության, դա իհարկե խոսում են նրանց վիճակագրությունը, նրանց ցուցադրած ֆուտբոլը ու նրանց տեղը մրցաշարային աղյուսակում։ Բրավո Արսենալ, բրավո Միկել Արտետա, սա կարծում եմ այն տարին է, որ նա իրոք պետք է այս մրցաշրջանը, նա իրոք պետք է ստանա այն ինչին արժանի է, ու դա ինչ որ մի հատ խոշոր տիտղոս, որովհետև նրա կատարած աշխատանքը ահռելի է, անցել է շատ մեծ դժվարություններով, հա, չմանրամասնեմ թե ինչ տեղի ունեցավ, երբ ինքը եկավ նոր Արսենալ, այնպես որ սպասում ենք արդեն Միկել Արտետային որևէ գավաթով, ժամանակը եկել է, ու սա շատ վտանգավոր է Արտետայի ու Արսենալի համար, որովհետև եթե հասնում ես հաջողության, քեզ աստվածացնում են, եթե ինչ որ տեղ, ինչ որ փոքրիկ սայթակում ու դու դուրս ես մնում մրցաշարից կամ չես հաղթում ԱՊԼ-ն, վախում եմ ամբողջ աշխարհը ծաղրի, իսկ ես դա հաստատ չեմ ուզում։ Գնանք ամենացավոտին իմ համար, Լիվերպուլը սեփական հարկի տակ պարտվեց 0-3 հաշվով Նոթինգեմ Ֆորեսթին, ու սա 1965 թվականից, տոլի 55 թվականից ի վեր առաջին անգամ է, որ Լիվերպուլը երկու հանդիպում անընդմեջ բաց է թողում 3 եւ ավել գոլ չխփելով ոչ մի հատ։ Այդ արդյունքը առաջին անգամ եղել է, երբ գլխավոր մարզիչը Լիվերպուլի եղել է Բիլ Շենքլին, իսկ անգլիական ֆուտբոլի սիրահարները ու հատկապես Լիվերպուլի երկրպագուները գիտեն թե ով է Բիլ Շենքլին ու ինչ արժեք ունի ինքը այդ ակումբի համար, շատերի համոզմամբ, նաև իմ, Բիլ Շենքլին Լիվերպուլի պատմության մեծագույն մարզիչն է, նրան հաջորդում է Յուրգեն Կլոպը, որից հետո Բոբ Փեյսլին, չնայած որ Բոբ Փեյսլի նվաճումները, հա, եթե արդյունքով նայեք, շատ ավելի մեծ են, քան Կլոպինը։ Ինչևէ, Լիվերպուլը պարտվում է 0-3 հաշվով ու շատ անորոշ ու շատ նյարդայնացնող միառժամանակ հիասթափեցնող ֆուտբոլ է խաղում Արնե Սլոտի թիմը։ Ինչու եմ ես այսպես բնութագրում Սլոտյան ֆուտբոլը ու նրա ցուցադրած արդյունքները, որովհետև նախ մենք շատ ենք խոսել այն բանի մասին, որ Լիվերպուլը այս մրցաշրջանում կորցրել է բալանսը։ Լիվերպուլում հայտնվել են շատ ավելի մեծ աստղեր, քան կային նախորդ մրցաշրջանում։ Լիվերպուլում փորձել են փոխել, շարունակել դետալային փոփոխություններ կատարել ունենալով նոր ֆուտբոլիստներ, դեռևս որոնք խաղաղացվածություն չունեն, փորձել նրանց հետ նոր բան, որը դեռ չի աշխատում։ Ֆուտբոլիստները գտնվում են շատ վատ մարզավիճակում, under performance-ը բոլորի մոտ, անխտիր բոլորի մոտ։ 2-3 ֆուտբոլիստ կա, որ սենց կարող ես իրենց առանձնացնել, մնացածին դնես միջև վերջ ցավեցնես բարերով։ Ու բացի դրանից Լիվերպուլից ակնկալիքները շատ մեծ են այս մրցաշրջանում, որովհետև նրանք նախորդ մրցաշրջանը փայլեցին։ Ու այստեղ իրոք շատ հետաքրքիր է, ինչու, որովհետև երբ որ անցնենք Անգլիայի Պրեմիեր լիգայից ու գնանք Իսպանիա, ես խոսելու եմ Խաբի Ալոնսոյից։ Ու Խաբի Ալոնսոյի Արնե Սլոտի քեյսերը, այս դրվագները շատ նման են։ Իրականում շատ նման են։ Իրանք շատ տարբեր աշխարհներում են ապրում, շատ տարբեր խնդիրների հետ են բախված, բայց եթե դու կարողանում ես ինչ որ ձևով խաչել այս երկու պատմությունները, ուրեմն դու կարող ես նմանություն գտնել երկու մարզիչների միջև։ Հիմա ինչ պատմություն ունեցավ Արնե Սլոտը։ Նախ ասեմ, որ ես չեմ պատրաստվում արդարացնել, քանզի ես Լիվերպուլի երկրպագու եմ։ Սլոտը իմ հույսն ու հավատը չի։ Սլոտը իմ համար անձնապես ոչինչ չի արել, որ ես միշտ պաշտպանեմ, ես ռեալիստ անձնավորություն եմ, եթե կա քննադատելու իմ թիմին, իմ սիրելի թիմին, ես առանց ընկճվելու, առանց բանանելու, մտածելու կարող եմ իմ քննադատությունը հայտնել զգացածիցս միայն։ Բայց Արնե Սլոտը, տեսնենք Արնե Սլոտի պատմությունը ինչպիսին է, ու ինչու, որովհետև այն իրավիճակում, որ հիմա հայտնվել է Արնե Սլոտը, երևի նրա մարշչական կարիերայի ամենաբարդ իրավիճակն է։ Շատ բարդ իրավիճակ է Արնե Սլոտի մոտ։ Նայեք, եթե չեմ սխալվում, Տվենտե, հետո գնաց Ազատ Ալկմար, հետո գնաց Ֆեյնորդ։ Հոլանդական մարզչի ճանապարհը բավականին հաջող է ստացվում։ Ճիշտ է։ Նա աստիճանաբար բարձրացավ, Ազատ Ալկմարի հետ հասավ հաջողության, գնաց Ֆեյենորդ, թիմին հանեց Եվրոպա լիգայի եզրափակիչ, հետո թիմին հաղթեց Նիդերլանդների առաջնությունը, նրա մասին սկսեցին խոսել Նիդերլանդներում, բայց ոչ ավելին։
Ու երբ դու գտնվում ես մի միջավայրում, աշխատում ես մի միջավայրում, որտեղ դու ունես արտոնություններ, դու ունես պահանջարկներ, որոնք քեզ բավարարում են, բայց այդ պահանջարկները սահմանափակ են, օրինակ ղեկավարությունը գալիս ամբրան ասում է, ասա ինչ ֆուտբոլիստներ ես դու ուզում, ինչ պրոֆիլի ֆուտբոլիստներ ես դու ուզում մենք ձեռք բերենք, բայց հաշվի առ, որ չենք կարող ֆուտբոլիստի համար վճարել 30 միլիոնից ավել։ Դա հաշվի առ։ Մենք ընտրելու ենք այն ֆուտբոլիստներին, որոնք 30 ու ցածր են, այսինքն մեկը 30 կարող է լինել, երկուսը 10, 15 միլիոն կարող է լինել, այդ մակարդակի մեջ գտնվող պրոֆիլային ֆուտբոլիստների ասա որ դու ցանկանում ես։ Հետո քո աշխատանքը նկատում է աշխարհում ամենահայտնի այս պայդրության բրենդային ակումբներից մեկը, դու գնում ես այնտեղ ունենալով սուպեր աստղեր, առնվազն 3-ին ու որակյալ ֆուտբոլիստներ, դու շատ ճիշտ ես գործում։ Ես դա ասել եմ նախորդ մրցաշրջանում, ես նշել եմ, որ Արնե Սլոտի հիմնական հաղթաթուղթը այն էր Լիվերպուլի չեմպիոնական տարում, այդ հատվածում չեմպիոնական, որ Արնե Սլոտը շատ քիչ բան փոխեց Լիվերպուլում։ Ինքը պահեց կլոպյան շունչը, ինքը պահեց կլոպյան հոգին, ավելացնելով դետալային փոփոխություններ, որոնք Լիվերպուլի ֆուտբոլիստները իդեալական ընկալեցին։ Ու դու հաղթում ես ԱՊԼ-ն։ Դու հաղթում ես ԱՊԼ-ն ու բոլորը հիացած են քեզանով, որովհետև դու ոչ թե 2-3 միավորի առավելությամբ ես հաղթում, դու ոչ թե վերջին տուրով ես հաղթում, դու դոմինանտ ֆուտբոլով գնում վերցնում ես Անգլիայի Պրեմիեր լիգան, հավասարվում ես դու քո ակումբին հավասարեցնում ես Մանչեսթեր Յունայթեդի հետ, երկար տարիների խոսակցությունը, թե ով էր անգլիական ֆուտբոլի պատմության մեծագույն ակումբը, միշտ Մանչեսթեր Յունայթեդի երկրպագուները ունենում էին առավելություն, ասելով որ մենք Պրեմիեր լիգան հաղթել ենք ամենաշատը։ Դու փակում ես այդ խոսակցությունը։ Ու ընկերներ, դրանից հետո, երբ որ դու մտածում ես, բա ես ոնց եմ դուրս գալու այս իրավիճակից, ես վստահ եմ, որ տանը, ընտանիքի հետ, մարշչական շտաբով, չգիտեմ, նույնիսկ հոկեբանի հետ խոսելիս, Արնե Սլոտը ինքը իր մեջ ունեցել է ես այսքանի հասա շատ կտրուկ կարճ ժամանակահատվածում հիմա պետքա տակից դուրս գալ։ Ու պլյուս դրան քեզ ղեկավարությունը գալիս է ոչ թե Ֆեյնորդի պես, գալիս ասում է ում ես ուզում։ Դու sense կարող ես խառնես 15 միլիոնի սահմաններում գուցե չէ, ինչ 15 միլիոն։ Ում ես դու ուզում։ Նշիր ֆուտբոլիստին, մենք աշխատենք այդ ֆուտբոլիստին, բերենք, եթե ինքը քո համակարգայի մեջ կտեղավորվի, քո ֆուտբոլի մեջ կտեղավորվի։ Ու ինքը sense Այս սրան եմ ուզում, բերում է սուպեր աստղեր, որոնք չեն կարողանում խաղալ կլոպյան հոգով լցված ֆուտբոլիստների հետ։ Հասկանում եք։ Տրանսֆերային քաղաքականությունը Լիվերպուլի մոտ ես post-ել արեցի Telegram-յան ու Instagram-յան իմ հարթակներում top 10 վատագույն տրանսֆերները Անգլիայի Պրեմիեր լիգայի դեռևս։ Ու այնտեղ Լիվերպուլի նորեկներից չկար երկու ֆուտբոլիստ։ Դա Ջովանի Լեոնին էր, որը խաղաց ընդամենը 1 խաղ ու երկարաժամկետ վնասվածք ստացավ։ Ու այնտեղ չկա Էկիտիկեն, որովհետև Էկիտիկեն այն միակ ֆուտբոլիստն է, որը արդարացնում է սպասելիքները։ Մնացած սուպեր աստղերը Իսակ, Վիրց, Կերկես, Ֆրիմպոնգ, այս ֆուտբոլիստները հայտնվել են իմ top 10-յակում։ Հիմա Արնե Սլոտի մոտ շատ ծանր իրավիճակ է, որովհետև ոչ միայն արդեն լրջորեն քննարկվում է, թե արդյոք Արնե Սլոտը կմնա Լիվերպուլում նոր տարուց հետո կամ մինչև նոր տարի, այլ այն, որ ու ավելի վատ, այն, որ ես վստահ եմ, որ Սլոտը դեռևս չի գտել խնդիրների լուծումը, դեռևս չունի հարցերի պատասխանները։ Դա ամենավախենալունն է։ Մի քանի աղբյուր նշեցին, որ Արնե Սլոտին տալու են 3 հանդիպման ժամանակ ուղղելու իր սխալները ու վերադարձնելու արդյունքը։ Լիվերպուլը վերջին 8 խաղից 7-ում պարտվել է։ Ու ինչպիսի ճնշում կա հենց այս պայդրությամբ Արնե Սլոտի վրա, ու ինչպես վերջին ասուլիսի ժամանակ, Նոթինգհեմ Ֆորեսթի վերցրեց իր վրա ամբողջ պատասխանատվությունը Արնե Սլոտը, ճիշտ այնտեղ Վան Դայքն էլ խոսած ասեց, որ մենք մեզ պետք է նախ նայենք, հետո խոսենք մնացածների մասին, ինչը ճիշտ է։ Բայց Արնե Սլոտը վերցրեց ամբողջ պատասխանատվությունը իր վրա ու ավելի
մեծ ուշադրություն գրավեց լրատվամիջոցների, մեդիայի կամ մնացած բոլորի կողմից։ Որովհետև եթե Լիվերպուլը շարունակեց այսպես ու Արնե Սլոտը հեռացվեց, վախենամ այն վարկածը, որ դա կլոպի շնորհքներ, որ Լիվերպուլը հաղթեց Պրեմիեր լիգան, այլ ոչ թե Արնե Սլոտի, կդառնա գուցե սուտ, բայց հիմնավոր սուտ։ Հիմա Լիվերպուլը գտնվում է շատ ծանր իրավիճակում։ Լիվերպուլը խաղում է շատ լավ, մինչև բաց թողած գոլը։ Բաց թողած գոլից հետո Լիվերպուլը դառնում է չգիտես խի Հայաստանի ազգային հավաքականը։ Ինքը կոտրվում է, ինքը կորցնում է խաղի թելը ու բաց է թողնում մաքսիմալ պարզ գոլեր։ Այն որ այս ինչ գոլ բաց թողեցիք դուք հենց նոր։ Երրորդ գոլը բանի Nottingham Forest-ի Morgan Gibbs White-ի գոլը։ Ուր էր հենակետային գոտի։ Ինչու էր այդքան ցածր խաղում Van Dijk Կոնատեն։ Կոնատեն, վայ, ինչի ասեցի, էտա Կոնատեն ընկերներ, ես չգիտեմ ինքը դիտմամբ անում, որ Լիվերպուլը նոր պայմանագիր չառաջարկի, ինքը ինչի հետևից է ընկել, ինքը ինչպես հայտնվեց այս մարզավիճակում, բայց Կոնատեն խայտառակություն է։ Ես մեծ հույս ունեմ, որ ՊՍՎ-ի դեմ կխաղա Գոմեսը։ Ես մեծ հույս ունեմ։ Ընդեղ արդեն արագացրել են Մարգեհի տրանսֆերը, ասում են ձմեռը տվեք, փողով տվեք ինձ, ամառը ձերի պետք չի, հիմա տվեք ինձ Մարգեհին, որտեվ ես այս ֆուտբոլիստով էլ չեմ ուզում խաղամ։ Ես այն ժամանակ խոսքը որ գնում է Կոնատեի մասին, ես այն ժամանակ միշտ ասել եմ, որ ինչու է Վիրջիլ Վան Դեյկը աշխարհի լավագույն կենտրոնական պաշտպանը, ու առաջին փաստը, որ ես նշում եմ, որ Վիրջիլ Վան Դեյկը միայն իր համար չի խաղում, ինքը իր կողքի թիմակցին կենտրոնական պաշտպանի մասին է խոսքը, դարձնում է ավելի ուժեղ։ Ու երբ որ դուք նայում եք Լիվերպուլյան կարիերան Վիրջիլ Վան Դեյկի բոլորի հետ այդպես է եղել, Դեյան Լովրեն այդպես է եղել, Ռանգդար Կլավանը այդպես է եղել, հետո եկավ Ջո Գոմեսը, հետո եկավ Ժոել Մատիպը, հետո ավելացավ Իբրահիմա Կոնատեն, բոլորի կողքին Վիրջիլ Վան Դեյկը բոլորի կողքին առաջատար էր ու այդ ֆուտբոլիստը նրա հաշվին, նրա խաղային ինտելեկտի ու մակարդակի հաշվին ցույց էր տալիս միշտ լավ ֆուտբոլ։ Բայց հիմա մենք հասել ենք այն կետին, որ մենք ապացուցում ենք ինքներս մեզ ու Կոնատեն է ապացուցում բոլորին, որ առանց Վիրջիլ Վան Դեյկ Իբրահիմա Կոնատեն հազար ներողություն ոչնչով առավել չէ, քան Մուրիլոն։ Ու Կոնատեն նաև չի հասկանում, որ այս հանդիպումները, որ ինքը այսպես անցկացնում է, նախ Լիվերպուլը գուցե վերջին առաջարկը քեզանի ու հետո հրաժարվի քեզանից, բայց այնտեղ ում որ դու ուզում էիր գնայր կամ ով ուզում էր քեզ գներ այնտեղ PSG Real Madrid, հիմա նայում են քո խաղերին, ասում են, չէ, ախպեր, ես լուչը մնամ իմ Ռաուլ Ասենսիոյով։ Զաբարնի, արի։ Այսպիսի ֆուտբոլը խայտառակություն է, ոչ միայն Կոնատե, այլ նաև Լիվերպուլի կողմից։ Ես ամեն խաղին ստրես եմ տանում։ Ջղայնությունը, այդ ստրեսը գալիս է ջղայնությունից, որ դու տեսնում ես ֆուտբոլիստին, որ անում է մի բան, շատ մանկական սխալներ ու դու հիշում ես, որ նախորդ մրցաշրջանում այդ ֆուտբոլիստը ուղղակի պատռում էր բոլորին։ Սալահ, Իսակ, Գակպո, Մակալիստեր խայտարակված մարզավիճակում Վիրց բոլորին դու նախորդ մրցաշրջանում հիշելիս միայն լավն ես ասում։ Իսկ հիմա հազար ներողություն։ Այսպիսի բաներ։ Այնտեղ Մանչեսթեր Սիթին նաև պարտվեց Նյուքասլին, ես ասեցի, որ կդիտեմ հանդիպումը, ցավում եմ ընկերներ, բայց չեմ դիտել, շատ բան չեմ կարող ասել, բայց ես նշել եմ, որ Սեյնթ Ջեյմս պարկում Նյուքասլը միշտ վտանգավոր է, կապ չունի ում դեմ է խաղում, հատկապես եթե թոփեր են, ինքը միշտ վտանգավոր է։ Էդի Հան երկրորդ խաղակեսում մեծացրեց ճնշումը, թիմին բարձրացրեց, օգտվեց Մանչեսթեր Սիթիի դանդաղ ֆուտբոլից այդ կոնկրետ ժամանակահատվածում, պատժելով երկու անգամ Պլյուս չիրացնելով մի քանի դրվագ, Դոնարուման մի քանի պահ փրկեց, ընդ Հարվի Բարսը 2 մետրից չի կարողանում գրավել դարպասը։ Մի խոսքով թոփ հանդիպում է եղել։ Ես նայել եմ հատվածներով, հա, տենց, բայց այնպես որ ամբողջական կարծիք չեմ կարող հայտնել, բայց Մանչեսթեր Սիթին եւս սա իթակեց, ինչը խոսում է այն մասին, որ Արսենալը կվերցնի գավաթը։ Այսպես շարունակվելու դեպքում Արսենալը դժվար թե զիջի գավաթը այս տարի։ Չելսին էլ ընդեղ հաղթեց 2-0 Բարլին։ Նայում էի խաղը, ձանձրալի էր, միատոն, բայց Չելսին հաղթեց ու հիմա երրորդ հորիզոնականում է։ Եթե չեմ սխալվում, երրորդ հորիզոնականում է։ Այսպիսինն է Անգլիայի Պրեմիեր լիգան։ Հետաքրքիր, հիասթափեցնող, ուրախացնող, բայց կարևորը ֆուտբոլը շատ է։ Ֆուտբոլը Անգլիայում շատ է։ Իսկ Իսպանիայում, որոնց մասին հիմա պետք է խոսենք, այդ թիմերի,
այնտեղ շատ ավելի կարևոր են խաղադաշտից դուրս տեղի ունեցողները, այլ ոչ թե խաղադաշտի ներսում։ Կարծում եմ եկանք ամենաքաղցրին, իմ հետևորդների մեծամասնության համար, իհարկե խոսքը գնում է իսպանական ֆուտբոլի մասին եւ հատկապես Մադրիդի Ռեալի մասին։ Մադրիդի Ռեալից խոսենք, ինչու, որովհետեւ Բարսելոնայում միայն դրականը տեղի ունեցավ, լավ, շատ կարճ մի հատ Բարսելոնայի մասին։ Բարսան վերադարձավ Camp Nou երկարատև դադարից հետո, ես մի հատ նորություն կարդացի ու ապշել էի, որ Բարսելոնայի գործող ֆուտբոլիստների 60%-ը չի էլ խաղացել Camp Nou-ում։ Այսինքն իրանք հակել են Բարսայի մարզաշապիկը, իրանք դուրս են եկել հիմնական կազմի ֆուտբոլիստ որպես, ու իրանք խաղացել են Մոնժուիկում։ Իրանք խաղացել են տարբեր ստադիոններում աշխարհահռչակ, բայց Camp Nou-ում իրանք տանը իրանք երբեք չեն խաղացել։ Ու իրանք վերադարձան Camp Nou, մրցակիցը որպես այդպեսին պետք է լիներ Բարդը, Ատլետիկ Բիլբաոն, բայց Ատլետիկ Բիլբաոն ուղղակի շատ վատ հանդիպում անցկացրեց, շատ վատ հանդիպում անցկացրեց, սուլում էին ամբողջ Camp Nou-ով Նիկո Ուիլյամսին, ու իրականում ես չեմ հասկացել Նիկո Ուիլյամսի մնալու պատճառը, այսինքն ինչի համար ես դու մնացել Բիլբաոյի Ատլետիկում, երբ որ դու Եվրոյում ցույց տվեցիր, որ դու հասունացել ես Բիլբաոյի Ատլետիկի համար։ Այդպես նաև գործեց Ինիգո Մարտինեսը, որը Բիլբաոյից գնաց նախ Ռեալ Սոսիեդադ, հետո որոշեց Ռեալ Սոսիեդադից ինչ որ մի բարձրակարգ թիմ գնալ, բայց այդ ժամանակահատված արդեն ինքը կորցրել էր։ Բիլբաոն շատ վատ խաղաց, Բարսելոնան կարողացավ իրացնել իր բոլոր պահերը, լավ, բոլոր չէ, համարյա բոլոր պահերը։ Տորեսը դարձավ դուբլի եղինակ, ընդ մի հատ գոլ խփեց Լևանդովսկին, մի հատ էլ գոլ խփեց, որը չեմ հիշի իր ֆուտբոլիստի անունը։ Բարսան վստահորեն հաղթեց, հաղթական վերադարձ, Ունայ Սիմոնը եւս խայտարակված հանդիպում անցկացրեց, Ունայ Սիմոնը նման կերպ շարունակելու դեպքում կարծում եմ կկորցնի տեղը Իսպանիայի հավաքականում, եթե Դե Լա Ֆուենտեն ինչ-որ չափով սկսի սիրել Դավիդ Ռայային, որովհետև իմ կարծիքով Ռայան այս պայդրությամբ ավելի լավն է, քան Ունայ Սիմոնը, այո, ոտքով խաղը հիմա շատ կարևոր է Իսպանիայում, բայց Դավիդ Ռայան ընդհանուր որպես դարպասապահ շատ ավելի լավն է։ Բարսան հաղթեց 4-2 հաշվով, ոչ մի խնդիր, այո, բաց թողեցին 2 գոլ, Ռաֆինյան վերադարձավ վնասվածքից, Դանի Օլմոն հավաքում է մարզավիճակ, Լևանդովսկին շարունակում է ավելի օգտակար լինել ու ոնց որ խելացի ֆուտբոլիստի կողքին Ֆերան Տորեսը ինչ որ մի բան կարողանում է անել, շարունակում է վնասվածք ունենալ Պեդրին, չկար Դե Յոնգը, բայց կենտրոնում ինչ որ խնդիրներ կային կադրային, բայց Բիլբաո Ատլետիկը ոչինչ վտանգավոր չստեղծեց Բարսայի դարպասի մոտ ու Բարսան հաղթեց վստահորեն 4-2 հաշվով։ Հաղթեց ու գնաց տուն նստեց սպասի Մադրիդի Ռեալի սայթակմանը։ Իսկ դե իհարկե Մադրիդի Ռեալը ներկա խնդիրներով, որոնք ծավալվում են ոչ թե խաղադաշտում, այլ խաղադաշտից դուրս ինչ որ չափով, իհարկե ազդեցին Ռեալ Մադրիդի արդյունքի վրա։ Ռեալը արտագնա 3-րդ հանդիպումը անընդմեջ անցկացրեց ու ընդհանրապես այդ գրաֆիկը ես չեմ հասկանում ում մտքով անցել 6 հանդիպում անընդմեջ Մադրիդի Ռեալի համար դնել արտագնա, դա իհարկե խեղաթյուրում է գրաֆիկի, բայց ինչևէ ունենք այնինչ ունենք։ 3-րդ արտագնա հանդիպումն անընդմեջ անցկացրեց ու երրորդում էր որ չհաղթեց 2-2 Էլչեի հետ ես գրել եմ որ որպես ռելաքս կարել են նայել Մադրիդի Ռեալի խաղը, որտեղ գիտենք որ Ռեալը հաղթելու է կարգի հաշվին, բայց եկեք ու տեսեք Էլչեն անակնկալ մատուցեց, վերադարձած Իսպանիայի առաջնությունում կարողացավ մարտական ոգով խաղադաշտ դուրս գալ, պայքարել Մադրիդի Ռեալի դեմ ու ամենակիչը արժանի չէր պարտության։ Սա կարող են որոշները ընդունել, որոշները ոչ, բայց ես կարծում եմ որ Էլչեն իր ցուցադրած նվիրված ֆուտբոլով արժանի չէր պարտության։ Խաղային իրավիճակներում ինչ որ կրկին անհասկանալի որոշումներ եմ տեսնում Խաբի Ալոնսոյի մոտ, ինչ որ սխալ մեկնարկային կազմ, ինչ որ Ֆրան Գարսիան վինգեր է խաղում, չգիտեմ, Ռաուլ Ասենսիո, Դին Հոյսեն, այդտենց մի հատ вообще բանը աղետալի կենտրոնական պաշտպանի զույգը Ռաուլ Ասենսիոն գիտենք ինչի համար Դին Հոյսենն էլ ֆուտբոլիստ, որը մեծ ակնկալիքներով եկավ, չգիտեմ, կես մրցաշրջան լավ խաղաց, կես մրցաշրջան ինչ եմ ասում, 2-3 խաղ լավ խաղաց, տպավորեց ու հետո ինչ որ թսկեց։ Ու Դին Հոյսենը հիմա որ նայում ես, ասում ես իսկ ինչի համար ենք ես գնել տղա ջան։ Այո, առաջին փոխանցումը շատ լավն է, բայց եթե խոսում ենք պաշտպանողական գործողություններից, Դին Հոյսենը
այդքան էլ հղկված չէ որպես Ռեալ Մադրիդի պաշտպան, հա, պաշտպանը ինչի համար է, հենց այդ թիմի համար դա դեռևս հղկված չէ, ինչի նկատմամբ աշխատում է Խաբի Ալոնսոն։ Այսինքն Տրենտից բացի էլի ֆուտբոլիստի կամոդը պաշտպանվելուց լավ չի։ Ու կոնկրետ այս խաղը ցույց տվեց։ Տրենտը գնդակով շարունակում է մնալ շատ լավը, Տրենտը ամենաշատն է փոխանցում կատարել, ինչ որ 7 օթային փոխանցում է կատարել ճշգրիտ, ինչը լավագույն արդյունքներ, բայց նաև 12 անգամ, տոլի 13 անգամ կորցրել է գնդակը, ինչը խաղադաշտում վատագույն արդյունքներ։ Այսինքն խոսքը գնում է նրանում, որ Տրենտը շարունակում է ունենալ այն բանալի ուժեղ կողմերը, որոնք նրան ցույց են տալիս, որ ինքը հիասքանչ իր լավագույն կողմերը, բայց ինքը ունի նաև իր վախերը, ու այդ վախերը նաև Իսպանիայում է երևում։ Մադրիդի Ռեալը 2 գոլ խփեց, միաժամանակ բաց թողնելով 2-ը, ընդհանրապես թիմը լավ խաղ չխաղաց, ու սա ես կարծում եմ, որ Խաբի Ալոնսոյի մեղավորությունն է, ու ինչն է ցավալի ու ինչն է վտանգավոր։ Ես ասացի, որ Արնե Սլոտի ու Խաբի Ալոնսոյի միջև կա նմանություններ, չնայած որ իրենց մոտ շատ տարբեր պատմություններ են։ Բայց ի տարբերություն Արնե Սլոտի, որը եկավ ցույց տվեց ու հետո պահանջեց, Խաբի Ալոնսոն գրեթե նույնն է արել։ Բայց Խաբի Ալոնսոն դա արել է այլ թիմում։ Խաբի Ալոնսոն դա արեց աշխատավորներից կազմված թիմում, հաղթեց Բունդեսլիգան, հետո գնաց երկրորդ մրցաշրջանը լավագույններից չէր, բայց էլի ինչ որտեղ դու տենում էիր, որ հա Ալոնսոյի թիմը ուժեղ թիմ է, իր դեմ մրցելը բարդ է, ու դրանից հետո միանգամից առաջարկ հարազատ Մադրիդի Ռեալ, որտեղ գնում է ու որ հասկանում եք այնտեղ Բոնիֆեյսը չի, Նատան Տելան չի, որ ամբողջ դաշտով վազի, այնտեղ մի հատիկ կրեատիվ շիկ չի, այսինքն մի հատ վիրց չի, որ իր շուրջ կառուցես խաղը, այնտեղ մի տեսակ բարձր դասավորվածությամբ եզրային պաշտպանները չեն աշխատում, ու այնտեղ արդեն սուպերաստղեր են, մի քանիսը։ Մբապե, Վինիսիուս, Բելինգեմ։ Ու ինչ որոշում կատարեց Խաբի Ալոնսոն, ու իրականում այդ իրավիճակում իհարկե չես նախանձի իսպանացի մասնագետին, ինչու, որովհետև պարզ երևում էր, որ Խաբի Ալոնսոն եկել է Ֆաբիո Կապելոյի ոճով, հա, խիստ դիսցիպլինա, ու որ համակարգվածությունը ու խմբավորվածությունը կարող է արդյունք տալ։ Ու Խաբի Ալոնսոն այդ ընթացքում պետք է որոշեր առաջատարին։ Ով է լինելու թիմի առաջատարը։ Խաբի Ալոնսոն ընտրեց Կիլիան Մբապեին։ Իսկ Վինիսիուսն ու Բելինգեմը շարունակում են մնալ սուպերաստղեր, բայց պակաս սուպերաստղ կան Կիլիան Մբապեն։ Ու դա կարծում եմ կփաստե նաև Մադրիդի Ռեալի երկրպագուները։ Ու ես երբ որ տղերքի հետ խոսում եմ, ես անընդհատ համոզվում եմ, որ Մադրիդի Ռեալը իրոք յուրահատուկ ակումբ է։ Որովհետև Մադրիդի Ռեալը այն եզակի թոփ ակումբն է, որին մարզիչը ուղղակի պետք է օգնի, թեթև։ Ունդեղ մարզիչը չպետք է օգնի շատ մարտավարորեն, շատ դետալային, ինքը ուղղակի պետք է պայի լավ միջավայր, ինքը ուղղակի պետք է աշխատի ֆուտբոլիստների հետ, նույնիսկ անհատապես ու խոսի ֆուտբոլիստների հետ անհատապես այն կարգավիճակով, որ բացի ֆուտբոլիստին խաղալու ցանկություն ու խաղադաշտում օգտագործի իր լավագույն կողմերը։ Ինչու է Կարլո Անչելոտին ֆուտբոլի պատմության մեծագույն մարզիչը իմ կարծիքով։ Որովհետև Կարլո Անչելոտին տայր Վինիսիուս, Կարլո Անչելոտին տայր Էրնան Կրեսպո, թե Կարլո Անչելոտին տայր Դոմինիկ Կալվերտ-Լյուին, Անչելոտին բոլորին բացեց։ Ես հիշում եմ Դոմինիկ Կալվերտ-Լյուինի հարցազրույցը, երբ ինքը ասում է, ես Անչելոտիի պես մասնագետի ուղղակի չեմ տեսել։ Ինքը ուղղակի ինձ մոտիկացավ, ասեց, որ ինչ ես դու այսքան խոր իջնում ներքև։ Դու դասական 9 համար ես, դու օթում ես լավը, դու գնային հրապարակում ես լավը։ Մենք քեզ փոխանցումը կկատարենք, դու դեմը նա, երբ որ փոխանցումը կատարվում, դու դեղ եղիր ու կատարիր քո խաղը ոնց դու կարողանում ես։ Ու Կալվերտ-Լյուինի պնդմամբ ինքը ամենաարդյունավետ մրցաշրջանը անցկացրեց Պրեմիեր լիգայում, 15 գոլ խփեց, 16 գոլ խփեց։ Ռեալին պետք է այդպիսի մարզիչ, որը հայր կլինի, որը կարող է իր փորձով շոյել այդ շուտ նեղացող, շուտ վիրավորվող, ճնշումը չկարողացող տիրապետել ֆուտբոլիստներին, Վինիսիուսին, Մբապեին, Բելինգեմին, նմանատիպ աստղերին։ Պետք է ավելի շատ հայրական մոտեցում։ Օրինակ իդեալական կաշխատեր Յուրգեն Կլոպը, իդեալական կաշխատեր Կլոպը։ Բայց գալիս է Ալոնսոն, որոշումը ով է
Առաջատարը ու մնացածներին սկսում այսպես ռոտացիայով փոխել։ Մրցակցություն առաջացնելով դա հասկանալի է, բայց շատ սխալ ձևով։ Խաբի Ալոնսոն ինչպես Արնե Սլոտը չի կարողանում գուշակել փոփոխությունները խաղի ընթացքում ու տապալում է գրեթե յուրաքանչյուր խաղ։ Խաղադաշտ դուրս եկած ֆուտբոլիստները չեն ավելացնում Ռեալի խաղի մեջ։ Ուղղակիորեն չեն ավելացնում։ Իսկ ինքը ընտրում այն ֆուտբոլիստներին, որոնք պետք է անի, որի մոտ մեկ-մեկ տպավորություն է առաջանում, որ ինքը ուղղակի, գիտես ոնց, ավտարիցետը ոնց կլինի հայերեն, ինչ որ ավտարիցետի հաշվին ցույց է տալիս, որ օրինակ Վինիսիուսը, որ Բարսայիդան դուրս եկավ խաղադաշտից, ցույց տվեց, որ կապ չունի թե ում դեմ ենք խաղում, իմ թիմում ֆուտբոլիստները հավասար են, ու ցենց շշուկով ասում է բացի Մբապեից։ Ու բանը եկավ հասավ նրան, որ Մադրիդի Ռեալի երկարամյա, ես կարող եմ դա ասել, այդեն 5 տարի է, երկարամյա սուպեր աստղերից մեկը, ամենաարդյունավետ խաղացողներից մեկը, մարդ, որը պետք է հաղթեր ոսկե գնդակը, հրաժարվում է երկարաձգեր պայմանագիրը, որովհետև Խաբի Ալոնսոն չի կարողանում ճիշտ վարվել ֆուտբոլիստների հետ։ Եկավ այն վախենալու պահը, որի մասին ես խոսում եմ մրցաշրջանից առաջ, ինչպես կաշխատի Ալոնսոն սուպերաստղերի հետ։ Իսկ Խաբի Ալոնսոն կորցրել է թելը հանդերձարանում։ Ու առաջին արտահայտվողը իհարկե ամենաէմոցիոնալ Վինիսիուս Ջունիորն է։ Վինիսիուս Ջունիորը հայտնել է ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսին, որ չի պատրաստվելու երկարաձգել պայմանագիրը, մինչև հանդերձանում այս իրավիճակն է ու Խաբի Ալոնսոն է։ Բա Վինիսիուսի մասին իհարկե կարծում եմ սա չպետք է նորություն լինի ձեզ համար, որ Վինիսիուս այսպես պետք է վարվի, ինքը իր բնավորությամբ միշտ ցույց է տվել, որ նա այդպեսինն է։ Ակումբի հանդեպ այսպես վարվել չի կարելի, ինչքան էլ ուժեղ ֆուտբոլիստ ես դու, հավատա քեզանից շատ ավելի ուժեղ ֆուտբոլիստներ են եղել այդ ակումբում, ավելի մեծագույն ֆուտբոլիստներ են խաղացել Ռոնալդուն, Ռամոսը, Գարեթ Բեյլը, իմ կարծիքով։ Բայց նույնիսկ նրանք ավելի բարձր չեղան, քան Մադրիդի Ռեալը։ Ֆլորենտինո Պերեսի հետ այս խաղերը շատ վտանգավոր են։ Ու եթե Վինիսիուսը մտածում է, որ տես ինչքան բան եմ ես արել այս ակումբի համար, պարոն Պերես, հանի Ալոնսոին։ Այդտենց չի աշխատում Պերեսի մոտ։ Այո, Պերեսը մարշ շասեր չի։ Ու Պերեսի բաժակը շատ շուտ է լցվում։ Ու հիմա Խաբի Ալոնսոն շատ լուրջ վտանգի տակ է, շատ լուրջ։ Բայց այն, որ Վինիսիուսը եւս սխալ է գործում, դա շատ ցավալի է։ Մադրիդի Ռեալը չի խաղում համոզիչ ֆուտբոլ։ Մադրիդի Ռեալի մոտ պակասում է կոնցենտրացիան, պակասում է ինտենսիվությունը, երբ նրանք առաջին գծում չեն կարողանում գնդակ խլել։ Սուպերաստղերը չեն խաղում Ալոնսոյի բարդ ու մարտավարական ֆուտբոլը։ Սուպերաստղերին պետք է ազատություն, որը նրանք հիմա Ռեալում ընդհանրապես չեն ստանում։ Ով է վերջում տուժելու, եթե այսպես լինի։ Իհարկե գլխավոր մարզիչը, որովհետև միշտ են տուժում գլխավոր մարզիչները։ Բայց կոնկրետ այս իրավիճակում Խաբի Ալոնսոյի մոտեցումները կարծում եմ մի փոքր խիստ ու սխալ են։ Նման աստղերի հետ ու նման ակումբում պետք է սպეციფიկ մոտեցում։ Իսկ Ալոնսոն գնաց որպես Ֆաբիո Կապելլո, դիսցիպլինան առաջնայինն է, բայց ախր այնտեղ դիսցիպլինայով չէր, որ հաղթեցին 3 Չեմպիոնների լիգան ընդմեջ։ Դիսցիպլինան չէր, որ նրանք Անչելոտի հետ գնացին, չլինելով Եվրոպայում ամենաուժեղ թիմը, հաղթեցին Չեմպիոնների լիգան։ Դա ուղղակի մարշի ճիշտ մոտեցումն էր տարբեր ֆուտբոլիստներին։ Շատ ճիշտ մոտեցում էր, անհատապես։ Սադիո Մանեի հարցազրույցն ընկերներ, չգիտեմ դիտել եք թե չէ, եթե ձեզ հետաքրքիր է ու ամենակարևոր թեման ինչի մասին ես հակիրճ կասեմ, դա Սադիո Մանեի ու Մոհամեդ Սալահի բանն էր, պայքարն էր խաղադաշտում։ Հա, հիշում եք, չէ՞, տպավորություն կար, որ այդ մարդիկ իրար թշնամի են մեկ-մեկ, մեկը մյուսին փոխանցում չի անում, հարվածում է, մեկը չի փոխանցում կատարում, մի խոսքով ինչ որ կռիվներ եղան խաղադաշտում։ Յուրգեն Կլոպը գտել էր շատ մեծ լուծում։ Բայց որպես այդպեսին ինքը այդ երկուսի հետ չի աշխատել։ Ինքը գտավ շատ խելացի լուծում, ինքը բերեց նրանց արանքը դրեց մի ֆուտբոլիստի, որը եսասիրություն բառը չգիտի նույնիսկ ինչպես է գրվում։ Բոբի Ֆիրմինոն, որը բաժանում էր, Սալահ, Մանե, գոլ խփեք։ Կշտացնում էր ֆուտբոլիստներին։
Իսկ այդ ամենը ստեղծում էր լավ միջավայր, խաղային լավ ինտելեկտ, լավ մակարդակ ու Լիվերպուլը քանդուկ հարաբերանում իր prime տարիներին։ Խաբի Ալոնսոն սա դեռ չի կարողանում անել։ Գուցե սա փորձի հաշիվ է։ Բայց գուցե Ալոնսոին այնքան փայլատակեցին նրա մարտավարական որոշումների համար, որ ինքը գիտի, որ ինչպես Բայերում, այնպես էլ Ռեալում մարտավարությունը կարող է առաջնայինը լինել։ Իսկ Ռեալը այդպիսի թիմ չէ։ Ռեալը յուրահատուկ թիմ է, որին պետք է յուրահատուկ մոտեցում։ Եվ վերջում Իտալիայի մասին, շատ խիտ պայքար այնտեղ, Ռոման առաջատարը, Ռոմա-Նապոլի հաղթում են, ճիշտ է, ես մտածում եմ, որ Ատալանտայի դեմի փոքր ավելի բարդ կլինի Նապոլիի համար, բայց չէ, Կևին դե Բրույնեի վնասվածքի պատճառով, Անգիսայի վնասվածքի պատճառով, Լուկակու չկա, շարունակում է չլինել Ռոմելու Լուկակուն, ինձ թվում է որ ավելի բարդ կլիներ, որտեղ հիմնական երկու կիսապաշտպանները այտենց չկային, բայց արի ու տես, որ նախ Սկոտ Մակթոմինեյը շարունակում է մնալ փայլուն մարզավիճակում, հիասքանչ խաղաց Հոյլունդը ու շատ հետաքրքիր մարտավարությամբ հանդես եկավ Ատալանտայի դեմ Նապոլին, ինքը Հոյլունդին ստիպում էր իջնել կարճել օթային գնդակներից ու միանգամից այն հասցնել Ներես Լանգ զույգին, մի փոքր Լիվերպուլյան ոճով էր այդ ամենը, կոնկրետ Ատալանտայի դեմ աշխատեց, նրանք հաղթեցին 3-1 հաշվով, շատ վստահ, երկրորդ խաղակեսում տենց 1-2 պա ունեցավ Ատալանտան, մեկում փրկեց Սավիչը, մյուսը դարձավ այդ միակ գոլը, որ հեղինակեց Ատալանտան, Ռոման 2-0 հաշվով հաղթեց, եթե չեմ սխալվում, Պարմային, բացի դա Յուվենտուսը ոչ ոքի խաղաց Ֆիորենտինայից, Սպալետին եկել է, բայց կարծես թե իրան հələ պիտի սպասենք, որպես ինչ որ արդյունք տեսնենք, որովհետև դեռ փոփոխությունների փուլում է Յուվենտուսը եւ Միլանյան դերբին, որը Ինտերը 6-րդ խաղում անընդմեջ չի կարողանում հաղթել Միլանին, չեմ ասի, որ վաու ֆուտբոլ էր, հատկապես այս հանդիպումներից հետո, ասկե չեմ ասի, հա ինքը պատմականորեն ֆանտաստիկ դերբի է, ունդ է միշտ կրքերը թեժ են, այդ խաղում էլ թեժ եղավ ամեն ինչ, Հական Չալանօղլուն չդարձավ գոլի հեղինակ 11 մետրանոցից, Մայք Մենյանը փրկեց իդե, որը հիասքանչ հանդիպում անցկացրեց Մենյանի շնորհիվ էր իհարկե, որ Միլանը իհարկե հաղթեց, հա իրանք երկրորդ խաղակեսում ստեղծեցին պա, գոլ խփեցին Պուլիշիչ, բրավո, բայց փաստը մնում է փաստ, որ ինչպես ես նշում եի խաղից առաջ, Ինտերից է կախված ինչ արդյունք կգրանցի Միլանը, Ինտերը չկարողացավ աշխատել խաղադաշտում ճիշտ, Ինտերը չկարողացավ իրացնել իր պահերը, իսկ Միլանը պահը օգտագործեց ու հետո միջև վերջ կարողացավ այդ հաղթանակը պահել 3 միավոր վաստակելով։ Իտալիա առաջնությունում շատ թեժ է, բայց քանզի տենց շատ ակտիվ չեմ հետևում, մանրամասներ չեմ կարող ասել, բայց Պրեմիեր լիգայից հետո ու իսպանական կարգերից հետո Իտալիա առաջնությունում շատ թեթև է նայվում։ Բունդեսլիգան ավելի շատ ֆուտբոլային է, քան Իտալիան, բայց ես խոստանում եմ հաջորդ տեսանյութի ժամանակ կամ Չեմպիոնների լիգայի տեսնենք ում դեմ է խաղում Ինտերը, ում դեմ է խաղում Յուվենտուսը, ես կխոսեմ իտալական թիմերի մասին ավելի մանրամասն, որպեսզի հասկանանք թե ի վերջո արդյոք իտալական ֆուտբոլը ինչ որ կերպ կարող է մրցակցել անգլիական կամ իսպանականի հետ։ Դա ցույց կտա ժամանակը, իսկ ավելի կոնկրետ մյուս էպիզոդում իմ կարծիքը։ Այսօրվա համար այսքանը, եթե ձեզ դուր եկավ այս տեսանյութը, լայք, բաժանորդագրվեք իմ YouTube-յան էջին, հետևեք ինձ սոցիալական հարթակներում, հղումը թողում եմ նկարագրության բաժնում, իսկ մենք կհանդիպենք արդեն Չեմպիոնների լիգայից հետո կխոսենք ամենանշանավոր ու ամենաէլիտար մրցաշարի մասին, երևի թե 5 շաբթի կամ ուրբաթ։ Ձեզ հետ Գեորգ Մալաքյանն էր, հաջողություն։